Հայաստանը այսօր պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր անխելք նույնիսկ Ռուսաստանի գործողություններին։ Մենք մեր երկիրը պետք է պաշտպանենք, այդ կայսերությունը մեզանից իր կամքով չի հրաժարվի։ Մենք պետք է ստիպենք իրեն, որպեսզի ինքը իրենց կեղտոտ արյունոտ ձեռքերը մեր երկրից հանեն եւ հետ քաշեն։ Դա է մեր միակ հնարավորությունը, որպեսզի մենք կարողանանք մնանք իբրև պետություն, իբրև ազգ, մենք կարողանանք զարգացնել մեր մշակույթը, առևտուրը, տնտեսությունը եւ բանակը։ Եվ ինչ գին կարող է վճարել։ Միակ հնարավորությունը։ Ինչ գին կարող է դրա համար վճարել պարոն Առաքելյան Հայաստանը, թե այնուամենայնիվ Հայաստանը արդեն վճարել է բավարար չափով։ Գիտեք, ամենածանր գները մենք արդեն վճարել ենք։ Մենք արդեն կորցնելու ոչ մի բան չունենք։ Մենք պետք է ամեն ինչ գործադրենք, որպեսզի նախ ամենաառաջինը նման սցենար տեղի չունենա ընդհանրապես։ Նման միտք չառաջանա իրանց գլխներում եւ ես հուսով եմ, որ չի առաջանում, որովհետեւ իրենք դրա հնարավորությունը, ֆիզիկապես դրա հնարավորությունը չունեն։ Հայաստանը փառք Աստծո չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ։ Դրա համար եմ ես խոսում այդ օդանավակայանի մասին։ Ինչ որ քայլեր գործարկեն մինչև Վրաստանի միջոցով բան դա հնարավոր չի, դա անհնարին է, դա հսկայական ժամանակ է պահանջելու, դա երևալու է եւ միակ տարբերակը դա ասենց կայծակային հեղաշրջումն է Հայաստանում, ինչը որ իրենց չի ստացվի անելը, քանի որ Հայաստանը երբեմն ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ։ Եվ մեր մոտ այսօր այն իրավիճակն է, որ կամ մենք այսօր կկարողանանք պահպանել մեր երկիրը, պահպանել մեր ժողովրդի կամքը, որը որ արտահայտվեց մի քանի օր առաջ, հա,